Ողջույն սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, սիրելի իմ Facebook-յան ընկերներ, իմ հետևորդներ բազմահազար, Աստծո ձայն հաղորդաշարը շատ կարճ խոսքով հանդես է գալիս։ Ես միտումնավոր չգրեցի, որպեսզի չպատրաստվեն այն մարդիկ, ովքեր որ աշխատում են իմեջի վրա, հակերները եւ ուզում են ամեն ինչ անել, որ խանգարեն թե հրապարակային խոսքը, թե ընդհանրապես իմեջը հանդարտ հարվածելով։ Հավասիկ շատ կարճ խոսք պիտի ասեմ եւ պիտի աղոթքով բացենք զգործը ձերած մերոց ուղիղարայ մեստեր եւ զգործը ձերած մերոց հաջողյա մեզ փառքոր եւ որդվույն սրբո այժմ եւ միշիվավիցյանը սավիլնից ամեն դուր ինձ իմաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործերաշիկո ամենայն ժամ իչար խորհրդոցի բանից եւ գործոց բրգյազից եւ օղրմիակոր արածոց եւ ինձ բազմամեղից ամեն սիրելիներ այսօր իհարկե շատ ուրախ եմ որ դատարանը արդար որոշում կայացրեց եւ վերականգնեց մեր սիրելի քահանաների երկու արժանապատիվ քահանահայրերի Թատեի եւ Տերարամի իրենց իրավունքները։ Իհարկե պետք է պարտադրի դատարանը եւ իր գործիքակազմով ստիպի Կտրիչ Ներսիսյանին ի կատարածել այդ որոշումը։ Իհարկե տեղեկացանք նաեւ որ Կտրիչ Ներսիսյանը արհամարել է եւ չի ցանկացել ցուցմունք տալ։ Ես կարծում եմ որ ավելի կոշտ պետք է վարվեն իրավապահները եւ պետք է ստիպեն այս սրիկային, որպեսզի նա բոլոր պարագաներում իր բերանը բացի։ Նա վախենում է ցուցմունք տալ, որովհետեւ այդքան խելք չունի եւ մտածում է, որ ինչ որ ասելու է, իր դեմ է շուրջ գալու։ Իհարկե իր դեմ է շուրջ գալու, որովհետեւ նա արդեն այդքան է ստել եւ այդքան է խափել ուրեմն հրապարակային իր, այսպես ասած, խողովակով, հա, այս խայտարակ ապատեղեկատվական համակարգը այդ մամլոխոսնակուի բերանով եւ այն 26 տարի 27-րդ տարին է գնում որ սդախոզությամբ են զբաղվել որ արդեն չգիտի ինչ ասի որ չհակասի նախկինում իր բոլոր ասածներին իր համակարգի հա այդ ինքը երբեք չի խոսել իհարկե երբևիցե ինքը մամլոասոլից չի տվել երբևիցե ինքը որևէ նույնիսկ չեպազրույց կամ լրագրողների པարզ հարցերին հասարակ բաներին չի պատասխանել միշտ խույս է տվել միշտ արել է մի ձև, որ իբրև շատ աղոթքների մեջ է եւ այն սուտ ամեն ինչը կեղծիկ է, որպեսզի հանկարծ չընկնի այդ թակարդը։ Այո, խորամանկ աղվես է նա, բայց մենք ավելի լավ գիտենք, հասկանում եք այդ բոլոր ձևերը սիրելի ժողովուրդ, որտեղ ճանաչում ենք այդ անձնավորությունը, իր ստահակությունները, մեզ համար նորություն չեն։ Ինչպես տեսնում ենք նաեւ քաղաքական որոշ կուսակցություններ հերթականությամբ ուրեմն նորից հայտարարություններ են տարածում որոնց ուրեմն հակասում են սահմանադրության դրույթներին։ Ես ուզում եմ նրանց նախ հազգուշացնել իրենց հանցավոր ընթացքի մեջ։ Նրանք այսօր իրավունք չունեն խոսելու իբրև քաղաքական կուսակցություններ։ Ես գրառում արեցի Հայ ազգային կոնգրեսի համար, բայց սա վերաբերում է դաշնակցությանը եւ մնացյալ բոլորին։ Ես ամեն մեկի համար գրառում չեմ կատարելու։ Գիտեք ինչի համար հակի համար մասնավոր գրառում արեցի։ Եվ մի բան զարմացա։ Ուրեմն պոստը դրել էր իրենց էջում Ես արձագանքեցի այդ պոստին, մեկնաբանություն գրեցի, ոչ այդքան երկար, եւ այդ մեկնաբանությունից հետո այդ մի 2 ժամվա մեջ այդ պոստը անհայտացավ, չկա հիմա, չկա, գրվածա, որ недоступно, это բան, ինչա կոչվում, այդ նյութը անհասանելի է, եւ ես վերցրեցի նորից բան արեցի, իհարկե պատրաստեցի տեքստ եւ այնտեղ որոշ հղումներ տալով մեր երկրի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության վրա, որպեսզի դրանց աչքը հանեմ ինչի համար դա արեցի։ Ես պարզ բացատրեմ, որտեղ ժամանակին այդ նույն Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող այդ քաղաքական գործիչները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից եւ վերջացած ցանկացած որևէ մեկին հարցներ հակից, նա Կտրիչ սատանայի Գարեգին Բես սատանայի դեմ էր միշտ։ Եվ ոչ մենակ դեմ էր, դուք հիշեք մարտի 1-ի դեպքերը։ Այդ դեպքերից հետո երբ որ Գարեգին Բեն գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը դուրս շպրտեց նրան, չթողեց մուտք գործի, նույնիսկ չթողեց ինքը շեմը տան անցնի, դարձրեց իրան շեմից ինքը փաստորեն այդ աստիճանի իրեն ատում էր, եւ սա փաստ է, բայց եկեք ավելի խորանանք, ավելի մենք կոնկրետ բաներից տեղյակ ենք, թե ինչպես 95 թվականին ձախողեցին Կտրիչ Ներսիսյանի բարձրանցումը գահի վրա, այն ժամանակ արդեն նա խորժակ ուներ կաթողիկոս ամենայն հայոց դառնալու Ով խանգարեց այն ժամանակ հակը կոչվում էր ՀՂՇ, շատ լավ գիտեք։ Մուտանտ կուսակցություն է, ՀՂՇ էր, հետո հակ դարձավ։ Որտեւ այդքան խայտարակվեց, իրանց արածները այդքան զզվացրել են մեր ժողովրդին, որ հակ դարձրեցին, որպեսզի
իբր թե մոռացության տան, այն ցուրտ ու մութը, այն բոլոր արհավիրքները, այն արունալից պատերազմը, այդ անիմաստ բոլոր բաները, որ արել են պետության մեջ, իրենք տարիներ շարունակ։ Հետո նրանք հակի դիմակով եկան, իբրև թե նրանք բան են, նոր կուսակցություն են, արդեն ավելի գաղափարական, եւ այն պայքարում են ավազակապետության դեմ։ Իրականում նույն ավազակապետությունն են, եւ ավելին պիտի ասեմ, նրանք հիմնադիր ուժն են, որոնք ավազակապետությունը կերտել են, որոնք կեղծ ընդդիմությունները խաղում էին այն ժամանակ, բայց նրանք երբ որ իշխանություն են ինչ էին անում, իրանք ծնեցին, ծնունդ տվեցին Ռոբերտ Քոչարյանի այլանդակություններին Հայաստանում, ծնունդ տվեցին Սերժիկ Սարգսյանի, որտեղ իշխանության մեջ այդ մարդկանց ասպարեզ արենայի մեջ նրանք բերեցին։ Սա միանշանակ փաստ է, որը ոչ մեկ չի կարող ուրեմն այդ փաստից փախչել, այդ թվում նաև այդ ստահակները, այդ խայտարակ կուսակցության։ Բայց միշտ խոսել են դեմ, եւ ես գիտեք ինչքան եմ աջակցել։ Ես աջակցել եմ հենց այդ նկատառումներից ելնելով, ասել եմ, ես գիտեք նույնիսկ ասում եմ թշնամի բարեկամը թե այդպես մի գաղափար կա։ Նույնիսկ մարդիկ նեղվում էին իմ վրա, ասում են ինչ եք այդ հակին, տարբեր բաներ են, հերուրանքներ են տարածում, ինչ եք աջակցում, հենց դրա համար է աջակցում, որ այն ժամանակ կտրիչի դեմ էր։ Եվ ունեցել է միշտ իր դիրքորոշումը շատ հստակ, որ նա պետք է հեռանա։ Նույնիսկ 2008 թվականին նախքան այդ դեպքերը մարտի 1-ի Լևոն Տեր-Պետրոսյանը ասուլիս է տվել հրապարակում եւ ասել է, հայտարարել է, ստորագրահավաքը նախ սկսել են, որ ինքը պիտի հեռացվի։ Հրապարակի մեջ ազատության հրապարակում ընթանում է ստորագրահավաքը Կտրիչ Ներսիսյանի դեմ հեռացման պահանջով եւ ասում էր, որ ինքը բան է անելու, ամիջապես իրան դուրս են շպրտելու։ Եվ չմոռանանք, թե 95 թվականին ինչ մեթոդների դիմեցին։ Վանոն Օղորմի իրեն հանգուցյալ է, բայց փաստ է սիրելի ժողովուրդ, վախացրել է Կտրիչ Ներսիսյանին եւ ասել է հետեւյալը, բառացի եմ ասում, ասել է հետ կքաշվես, պորնիկ, այլապես ասել է դիակդ կգտնեն ջրհորումդ։ Այսինքն, տեսեք, այս մարդը ով էր կազմակերպիչը այս բոլոր բաների, ակցիաների իր դեմ։ Աղջկան ու կնկան, որ բերեցին, թանգարանում պահեցին մայր տաճարի մեջ, մոռացել եք մենք դա։ Թե գիտեք Լևոն Տեր-Պետրոսյանի այդ բոլոր արածները մենք չենք հիշում։ Բայց արդարացված էին այդ բաները, քանի որ նրանք կանխեցին Չարիքի ասպարեզ գալը։ Բայց եթե այն ժամանակ դուք այս մարդու դեմ եք եւ այդ մարդու ինչ ասես ասել եք, անվանարկել եք, մեղադրել եք, նույնիսկ ես շատ լավ տեղյակ եմ, որ այն ժամանակվա եւ Վանո Սիրադեղյանը եւ Դավիթ Շախնազարյանը, այս բոլոր մարդիկ ունեն թղթապանակներ եւ շանտաժ են արել նախքան ուրեմն այդ ընտրությունները իրեն։ Բայց ապահովության համար աղջկան եւ բանին, այսինքն Խաթունին եւ Լոլա Գրիգորյանցին բերել էին մայր տաճարի թանգարան։ Սա պատմական փաստ է, սիրելի ժողովուրդ, սա իրականություն է, որ տեղի է ունեցել 95 թվականին կաթողիկոսական ընտրությունների ժամանակ, երբ որ Վազգեն Վեհափառը մահացավ եւ ընտրեցին Գարեգին Արաքսին Սարգսյանին, որը այն ժամանակ եկավ Մեծի տանն Կիլիկիոյից, արդեն այնտեղ կաթողիկոս է եւ ընտրվեց իբրև ամենայն հայոց կաթողիկոս 131-րդ։ Սա պատմական փաստ է, որ մի տեղի չեն կարող փախկվել, փախչել։ Այսօր խախտելով սահմանադրությունը կուսակցությունը որպես քաղաքական ուժ ինչ գործ ունես դու, երբ որ քրեական վարույթ է իրականացվում, քիթը մցնես, խոչընդոտես պետական, ուրեմն ապարատի կամ պատկան մարմինների աշխատանքին, դու հեղինակության հետ ես խաղում։ Այսինքն սա կոպտագույն խախտումն է եւ ես կարծում եմ եւ այստեղից հաղորդում եմ տալիս, որ դրանց դաստիարակ են պատկան մարմինները, հակին դաստիարակ են։ Այդ պոստը հանել է, բայց ես եմ գրել հիմա։ Եվ պահանջով եմ գրել, որ նաև անդրադարձ անեն։ Ընդհանրապես ոչ մի կուսակցություն իրավունք չունի իր դիրքորոշումը հայտնի պետական աշխատանքի վերաբերյալ։ Ի նկատի ունեմ, երբ որ պատկան մարմինը աշխատում է, հա, դատախազությունը աշխատում է, քննչական կոմիտեն աշխատում է, ազգային անվտանգության ծառայությունը աշխատում է, ներքին գործերի նախարարությունը աշխատում է։ Ինչ իրավունք ունի, ինչ որ մի թզրուկ կամ ինչ որ մի կեղծ կուսակցություն հայհոյանքներ տարածի, անվանարկի, գրառումներ անի, դուք ով եք, շատ ներողություն, ով եք, դուք փողոցի ընդդիմություն եք, նույնիսկ խորհրդարանում չեք, այդքան դուք ոչիլներ եք, որ չկարողացաք նույնիսկ 1%-ի շեմը հաղթահարել, որ հայտնվեք բանում, ազգային ժողովում, դուք ազգային ժողովի մեջ չեք, դուք փողոցային, այն շատ ներողություն են կանայք որ կան, հա, որ կանգնում են անկյուններում մուտ, այդ կարգի դուք կուսակցություն եք ձեզանից ներկայացնում։ Եվ դուք փորձում եք ձեր ոչինչ լինելով հանդերձ, ուրեմն հարվածել
պետական բոլոր ուրեմն այդ պատկան մարմիններին։ Սա հանցագործություն է, հասկանում եք, որ դա սա հանցագործություն, սահմանադրությունը նրանց թքած ունեն այդ սահմանադրությունը, նրանք թքած ունեն Հայաստանի օրենքի վրա։ Գնա Հայաստանից դուրս, ինչ ուզում ես արա, Ռուսաստան գնացեք, շիտակ, Մոսկվա։ Եվ գնացեք այնտեղ ինչ ուզում եք արեք, տեսնենք այնտեղ ձեր արածը ընդունելի կլինի, որևէ մեկը չի կարողանալու մարսել իր արածը։ Եթե պետական ապարատին ես թփնում, մեղադրանք ես առաջադրում, իրենց բանը գործնեությունը ուզում ես կասեցնես, պահանջներ ես դնում։ Դու ով ես, շատ ներողություն, ով ես դու։ Ոնց կարող է շարքային մարդը եւ ով ուզում է լինի, ով ցանկացած թեկուզ պաշտոնյան, ով ուզում է լինի, ոնց կարող է պետական այս մեխանիզմը, որը աշխատում է, հա, այդ բարձրագույն մարմին է, գերագույն դատախազություն, այդ աշխատանքները խաթարես։ Ով ես դու։ Շատ ներողություն։ Այս sense է, որտեղ այդ մարդիկ պետականամետ չեն։ Գիտեք ինչի արդյունքն է, որտեղ դրանք պետական մտածելակերպից զուրկ են, որ դրանք ոչ մի ազգային մտածելակերպ չունեն, նրանք խուլիգաններ են։ Նրանք փողոցից եկած կագեբեշնիկների են ժամանակով որ գործվող են եղել, հա, մատենադարանների կրիսները դուրս են եկել, մատենադարանում այնտեղ գործվող են աշխատել, հետո այդ մատենադարանից ուղիղ եկան դեպի կառավարության շենքերում նստեցին։ Հասկանում եք, այն որ ասում է գրյազիվ կնյազի, այս սրանք են, սրանց մասին է դա։ Կամ Լևոն Զուրաբյան, դու գիտնական մարդ ես, ամոթ չես քաշում դու։ Դու բավական լուրջ ֆիզիկոս, մաթեմատիկոս, ինչ ես խառնվում այս բաների մեջ, այդքան չես կարդացել, կարդացած տղա ես դու պարտավոր էիր այդպիսի բաներով չզբաղվեիր։ Քո ինչ գործն է, քանի անգամ աղոթք ես արել կյանքիդ մեջ, քանի անգամ պահք ես պահել, այ մեծ պահքը եկել է Հայաստանում արդեն սկսվել է։ Ինչ պահքի մեջ եք դուք։ Գնանք Լևոն Տեր-Պետրոսյանի ուտելիքը ստուգենք տան, գնանք այս մարդկանց հակի անդամների տները թափանցենք, տեսնանք աղոթքներ են անում, ինչ են անում իրանք, պահք են պահում, եկեղեցիները գնում են, բոլոր արարողություններ, ինչ եք անում դուք քրիստոնեայությունից այդքան հեռու եք, որքան խոզը տուրնիկից։ Խոզը տուրնիկին ավելի մոտ եք, հաստատ դուք քրիստոնեական արժեքներին, դուք ոչինչ եք։ Բացարձակ, դուք ինչ չեք հասկանում եկեղեցուց։ Բացարձակ բան չգիտեք։ Եկեղեցական կանոններին դուք ծանոթ չեք։ Այդ մարդը խանգարել է 27 տարի արդեն 27-րդ տարին է գնում, խանգարել է եկեղեցական կանոնակարգը։ Մենք սա ապացուցել ենք, մենք սրա մասին գրել ենք։ Էլ չեմ խոսում իր ոչրագործությունների մասին, դուք ինձնից լավ պիտի իմանաք եւ այդ նյութերն էլ դուք ունեք։ Նյութերը, թղթապանակները դուք ունեք։ Բայց դուք կոծկում եք։ Կոծկում եք այդ փաստը։ Ինչի համար եք կոծկում։ Մի բարձ պատճառով, որովհետեւ նրանք ցանկանում են, որ Հայաստանում տապալվի ժողովրդավարությունը, իրենց սրտով չի, որ Հայաստանում տապալվի պետություն հասկացողությունը, որ Հայաստանում եկեղեցիներ չկայանա, որ ճահի չլինի, չէ՞ որ այս մարդը ծաղկուն Հայաստանի երկրորդ հանրապետությունը քանդեց Լևոնը։ Քանդեց է երիտասարդները շատ եմ ձեզ սիրում հարգում, երիտասարդներ ջան, այստեղ իմ հետևորդներ։ Բան չունեմ ձեզ ասելու, բայց ասենք ես ձեզանից ավակ եմ, հա։ Շատերին որպես հայր կգամ տարիքով։ Դուք չգիտեք, դուք չեք ապրել, ես ապրել եմ սովետական Հայաստանում, եղել է ծաղկուն պետություն, ամեն ինչով։ Կարելի է դրա վրա բան կառուցել, անկախացավ, ոչ թե քանդեինք, ավիրեինք, ծախեինք, թալանեինք եւ այլն, կադրերից ազատվենք, մարդիկ արտագաղթեն, այլ հակառակը շենացնեինք։ Ինչ արեցին այս մարդիկ, եկան նստեցին, որտեղ առանց ուղեղի, առանց պետական աշխատանքի փորձի, առանց քաղաքական հոտառության, խուլիգաններ, կարճ ասած, ջեպկիրներ, սովածներ, այն ծակ սվիտերներով, հա, կատած, նասկիներով, հրապարակում թափառում էին թատերական հրապարակից, հետո եկան կառավարական շենքերում, զավթեցին։ Եթե դուք ուղեղ ունենայիք, դուք կոմունիստներին կօգտագործեիք, աշխատացնեիք, Կարեն Դեմիրճյանի պես փորձառու մարդուն, Սուրեն Հարությունյանի պես փորձառու մարդուն, դուք դուրս դրեցիք ասպարեզից։ Բայց այս մարդկանց դուք պետք է ամենակարևոր պաշտոնները տայիք անկախության շրջան։ Նրանք հայրենասեր մարդիկ են վերջի վերջով։ Բայց դուք եկաք, այն սոված գելերի պես հոշոտեցիք Հայաստանի ամբողջ հարստությունը, ժողովրդին սննկացրիք մի գիշերվա մեջ, դրամը դարձեց, սովետական ռուբլին չփոխեց, մեկը մեկին չփոխեց։ Այդ տեսակի ճշմարտությունը դուր չգա։ Ուզում եմ ասել, այդ ավանդները բան սաղ քամում տվեցին։ Դրամ սարքեցին, մարդիկ կորցրեցին իրենց ամբողջ աշխատանքը, քրտինքը։ Դուք եկա այդ կեղտոտ քաղաքական ուժը, հղշեականները, որից սաղի 7 յախան թափ են տալիս։ Մինչ օրս հիշում են ձեր չարագործությունները, դուք սատանիստներ եք, բոլորներ։ Եվ ձայները կտրեք։ Եվ բոլոր մնացած հեղիշեն, որ հակը դարավ, չգիտեմ, հայ հեղափոխական դաշնակցություն, մասնակցություն, այդ սաղ ովքեր եք դուք։
Ինչ գործ ունեք հայոց պետական ինստիտուտների հետ։ Դրա համար ես կոչ եմ անում, որ շատ բիրտ ձևով վերաբերվեն պատկան մարմինները դրան։ Այդ ստահակների բերանը պրոբկա դրեք, փակեք դրանց, լեզուները կտրեք։ Բավական է խուլիգանություն անեն։ Կտրիչ Ներսիսյանը հանցագործ է, ես ներկայացրել եմ, արդեն 60,000 դիտում ա եղել, հա, մի քանի ժամվա պատմություն է։ Ուժեղ է էջս, գիտեք ինչ են սարսափած, որտեվ ահա որ շատ դիտումներ կան եւ այլն։ Եվ ուզում եմ ինչ ասել։ Թող արձագանքեն, թող ապացուցեն իրենց անմեղությունը, բայց անմեղ չեն։ Մեղքերի մեջ թաղված են։ Այդ դրա համար ես կկնում եմ, սիրելի ժողովուրդ, Կտրիչ Ներսիսյանը դուրս պիտի վռնդվի։ Հիմա արդարությունը դատարանը վերականգնում է, դուրը չի գայց, որ արդար է դատարանը, անաչառ է գործում, որ արդար որոշումներ է կայացնում։ Իհարկե սովոր են դատարանը պատվերով աշխատի, փողով աշխատի, կաշառքով աշխատի, խուժանություն անի դատավոր։ Այս սովոր են դրան է, բայց այդ մշակույթներ Հայաստանում հորի բարքերը ամենտեղ էին ներ թափանցել։ Բայց դրա համար հիմա որ դատարանը ճիշտ է անում, արդար է վարվում եւ իրանց սրտով չի։ Քանի որ նրանք չեն ուզում դա տեսնել, արդարությունը, արդարադատությունը իրենց համար անընդունելի է այս մարդկանց համար։ Կեղտոտ մարդիկ են կարճ ասած։ Ես ուզում եմ ասել, սիրելի ժողովուրդ, թող Աստված զորացնի մեր քահանա-հայրերի, իմ քահանա-եղբայրների։ Ես վստահ եմ, որ դատերը դեռ կշարունակվեն, ասեցի։ Հերթով շարքով մեծ անակնկալներ դուք կունենաք եւ պետք է բոլոր գործերը վերանային եւ պահանջները, որոնք դրված են, պետք է կատարածվեն մեր պետական օրենքի համաձայն։ Պետական ինստիտուտները պետք է պաշտպանեն մարդկանց, այդ թվում նաև հոգևորականներին, իրենց արժանապատվությունը, իրենց մարդկային իրավունքը եւ չթողնեն այդպես բախտի կմահաճույքին։ Այդ թաքնվել են եկեղեցու պատերի մեջ, սադանայություն են գործում, անպետ մարդիկ են այնտեղ հավաքվել, նանարներն են այնտեղ հավաքվել, նանարները։ Ուրեմն այդ նանարները թող ձայնը կտրեն, այդ սաղ մարդիկ ովքեր որ հավաքվել են այնտեղ, ավել պակաս խոսում են մայրաթորի, անունը շաղախելով, ցեխի մեջ մցնելով, հեղինակավոր ինստիտուտը, հա, բայց իրականում այդ կուկուշկայի աթոռն է, կուկու կանչում է այնտեղից, սուտ է խոսում։ Այդ սուտը, որ խոսել են, հիմա որ կանխվում է այդ սուտը, եւ պետական ինստիտուտն է, դատարանն է այդ սուտը, ոչնչացնում, բահանգնավորել են, բա ոնց կլինի։ Այո, Կտրիչ Ներսիսյանը պիտի դատարանի առաջ կանգնի, այո։ Բայց նախ եւ առաջ նա պիտի ազատի Վեհարանը։ Վեհարանից նա պիտի դուրս բերվի։ Նա իր ոտով չի գնում, եզ է նա, եզ է։ Ուրիշ բառ չունեմ իրեն ասելու։ Ինչ է սպասում Կտրիչ։ Ճիպոտով քեզ դուրս գցեն, խուլիգան, փչացած։ Սատանիստ։ Էս է այս մարդը։ Եկել է Արևանգել է եկեղեցին, կարծում է իր սեփական բիզնեսն է այնտեղ։ Բանը տեղի չունենա։ Այդ մուրազը կմնա փորում։ Ես դրանով եմ ուզում եզրափակել այսօրվա եթերը, որ այլևս որևէ բան չենք բանանելու, տենալու, ինչպես որ երկրի վարչապետը ասեց, որ պիտի փակվի այդ էջը ամոթալի, ոչ օլիգարխը, ոչ կրիմինալի ներկայացուցիչը, ոչ նախկին ստահակները, ոչ որևէ մեկը, որը որ արդեն վնասներ է հասցրել այս պետությանը։ Ամեն ինչ արել է պետությունը չկայանա։ Ամեն ինչ արել է, որ Հայաստանին ի վնաս լինի եւ նրա ժողովրդին այդքան են ցիրության արել, որ մարդիկ ստիպված թողել գնացել են երկրից։ Այդքան բաներ են նրանք արել, որ այլևս նրանք ոչ մի հերանեկար չունեն, բացարձակապես Հայաստանում։ Եվ առավել եւս նրանք ոչ մի բան չունեն, աղերս չունեն եկեղեցու հետ։ Նրանք ոչ մի եկեղեցու հետ կապ չունեցող մարդիկ են։ Այսքանը սիրելիներ, սա է մեր մեսեջը եւ մենք կավարտենք այս նախադասությամբ, որ Իբերանե կումե դատեցա սկես ծարա չարագործ, որովհետև նրանք չար գործերով տառապող, չարին ծառայող, օտարի շահը սպասարկող սվոլոչներ են եւ հետեւաբար ուրեմն իրենց բերանի խոսքը նրանց դեմ պիտի շուռ գա եւ օրենքի միայն զուտ օրինական դաշտում թե եկեղեցական կանոնները, որոնք օրենքները պիտի դրանց աչքը խոթենք եւ թե պետության մեջ գործող օրենսդրությունը, մանավանդ սահմանադրության դրույթները եւ մնացյալ բոլոր օրենս գրքից վերցրած համապատասխան հոդվածներ, այսքան։